Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպի գլխավորած պատվիրակությունը։ Վարչապետը ողջունել է Կասպար Վելտկամպի այցը Հայաստան եւ ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը, ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաեւ տնտեսության եւ այլ ոլորտներում կապի հետագա ընդլայնման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Նիդերլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման եւ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում։ Կասպար Վելտկամպը նշել է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն։ Նրա խոսքով այսօր Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները։ Միաժամանակ նա հավելել է, որ Նիդերլանդները շարունակելու են նպաստել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացմանը, այդ թվում բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։ Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու եւ բավարարված լինելու արդեն 3 առիթ ունենք։ Մեկը իհարկե սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը հնարավորությունը, որ մենք ունեցանք հաստորագրել եւ ազդարարել մեր երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթը եւ երրորդ այս հրաշալի առիթը միասին մասնակցել վերջապես Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության ռեզիդենտ դեսպանության բացմանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտինին։ Ողջունելով դեսպանին, նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող եւ բարիդրացիական են։ Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հարցում Իտալիայի աջակցությունը։ Անդրադարձ է եղել երկու երկրների մի շարք բժշկական կենտրոնների միջև սերտ համագործակցությանը, փորձի փոխանակմանը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները, անդրադառնալով ոլորտի թվայնացման ներկա գործընթացին, համապարփակ ապահովագրության ռեֆորմին։ Դեսպանն իր խոսքում ընդգծել է երկու երկրների բժշկագիտության ոլորտում համագործակցության ծավալման զգալի ներուժը, առաջարկելով կազմակերպել հանդիպումներ եւ իրականացնել ծրագրեր նաեւ ակադեմիական մակարդակում։ Հանդիպան ավարտին նախարար Ավանեսյանը նշել է, որ նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության խորացման գործում։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի համար 2060 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչարեցու փողոցում գոյուղու եւ ջրահեռացման համակարգի կառուցում եւ Սարալանջի փողոցում գոյուղու կառուցում։ Աշխատանքները ավարտված են, 120 տնտեսության համար է կառուցված համակարգը։ Ակունք համայնքի Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի գոյուղու ցանցի կառուցում։ Կատարված է աշխատանքների առաջին փուլը, իրականացված է 7.7 կիլոմետր ջրահեռացման համակարգի կառուցում եւ տեղադրված են 200 դիտահորեր, 280 տնտեսություն հանդիսանում են ծրագրի շահառու։ Եվրոխորհրդարանում տեղի ունեցել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրով քննարկում։ Ռումինիան ներկայացնող Եվրոպադգամավոր Վասիլե Դինչուն հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը մեծ հարցականի տակ են դնում արդարությունը, կայունությունը, խաղաղությունը Կովկասում։ Դինչուն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես նրանց,
ովքեր ներգրաված են այդ դատական չարաշահումներում։ Նրա խոսքով Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը կարող է լինել փոխադարձ վստահության եւ համագործակցության վրա հիմնված, ապագա կառուցելու ավելի լայն ջանքերի մասը։ Եվրոխորհրդարանում տեղի ունեցած Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրով քննարկման ժամանակ Կիպրոսը ներկայացնող Գեադիս Գեադին հայտարարել է, որ ավելի քան 1 տարի է անցել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումից եւ հայերը դեռ չեն կարողանում բուժել իրենց վերքերը։ Նրա խոսքով հայերի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են։ Գեադինի խոսքով Եվրամիությունը պետք է ամուր կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնք միջազգային հանցագործներ են։ Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում, հայտարարել է Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված են։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երևանն արդեն Բաքվին է փոխանցել իր մոտեցումը խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ։ Նախարարի խոսքով առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկելու այդ մոտեցումը եւ համաձայնագրի ստորագրման հետ կապված այլ հարցեր։ Նախարարը հավելել է, որ քննարկվում են միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը եւ սահմաններին երրորդ ուժերի բացառումը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը, որի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված 64 սուբվենցիոն փաթեթ 25.06 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 13.2 միլիարդ դրամը Հայաստանի պետական բյուջեի համաֆինանսավորմանը։ Քննարկման արդյունքներով 32 ծրագիր հավանության է արժանացել շուրջ 8.86 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում 4.25 միլիարդ դրամ Հայաստանի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ 28 ծրագրի քննարկումը հետաձգվել է, 4 ծրագիր մերժվել է։ Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես, և հոգուս մեջ հուսահատ այնքան աստղեր եմ մարել, կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանի ձեզ, կյանքս կանցնի, կմարի, բայց երկս կապրի դեռ։ Երբ խոսում ենք հայ գրականության ոսկե դարի մասին, անհնար է շրջանցել Եղիշե Չարենցի անունը։ Նա ոչ միայն մեծ գրող էր, այլև նորարար իր մտածողությամբ, գրչի ուժով ու հայրենասիրությամբ։ Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում։ Մանկությունը անցել է հին հայկական միջավայրում, որտեղ ձևավորվել է նրա սերը հայոց լեզվի, գրականության ու հայրենիքի հանդեպ։ Երիտասարդ տարիքում Չարենցը ներգրավվեց հայկական ազգային ազատագրական շարժման մեջ, ինչը հետագայում արտացոլվեց նրա ստեղծագործություններում։ Չարենցի պոեզիան բազմաշերտ է, հեղափոխական, ռոմանտիկ, սիրային ու հայրենասիրական։ Նա կարողացավ իր խոսքը վերածել զենքի, իր բանաստեղծություններով բարձրացնելով հայ ժողովրդի ոգին։ Ես իմ անուշ Հայաստանի պոեմը Չարենցի ամենահայտնի գործերից է, որը հնչում է որպես սրբազան ուխտ հայրենիքի հանդեպ։ Նրա գրականությունը նորություն բերեց հայ պոեզիային։ Չարենցը համարձակորեն համադրեց դասական ու նորարարական մոտեցումները, ներմուծեց եվրոպական գրականության ազդեցությունները, բայց երբեք չկորցրեց ազգային ինքնությունը։ Ցավոք, Չարենցի կյանքը ավարտվեց ողբերգականորեն։ Խորհրդային իշխանությունները բռնաճնշեցին նրա ազատ ոգին եւ 1937 թվականին նա դարձավ ստալինյան բռնությունների զոհերից մեկը։ Սակայն նրա բանաստեղծությունները շարունակում են ապրել, հիշեցնելով մեզ նրա մեծության մասին։ Այսօր Չարենցի գործերը շարունակում են ոգեշնչել սերունդներին։
Նրա անունով փողոցներ են կոչվում, հուշարձաններ կանգնեցվում, իսկ նրա գրքերը մնում են հայ գրականության գանձարանում որպես անգնահատելի ժառանգություն։ Չարենցն ապրեց փոթորկոտ, բայց վառ կյանք, թողնելով ժառանգություն, որն ուղեկցում է մեզ դարեր շարունակ։ Նրա խոսքերը շարունակում են ապրեցնել հայ հոգին։ Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հարակից միջոցառում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայի շրջանակներում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարությանը, կարևորելով մասնավորապես դրա գործնական կողմերը։ Նա մատնանշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքականության արդյունավետ իրականացման համար։ Արմեն Ղազարյանի խոսքով ռազմավարությունն ընդգրկում է իրավապահ մարմինների պատշաճ տեխնիկական վերազդինումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հանրային իրազեկումները, ինչպես նաև առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունը։ Ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցներին հուզող հարցերին տրվել են պատասխաններ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 12-ից 13-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, դրամանենգության 1, հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 9 պատահար, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները, դիտարկվել է լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։ Հաշվի առնելով 2 օր առաջ Մաքրավան Աբովյան ջրատարի վթարը Վեոլա ջուր ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր, սակայն դրանով հանդերձ ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ։ Մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը առավոտյան 7-ից 12-ը և 18:00-ից 23:00-ն։ Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխապ շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար։ Ներքին գործերի նախարարության հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով, ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը։ Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում, արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։ Մասնավորապես, մարտ ամսվա ընթացքում ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն մարտի 13-ին Կոտայքի մարզի Գառնի Շահումյան հրապարակում և ժամը 14:30-ից 15:30-ը Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց մշակույթի տան հարևանությամբ համայնքներում իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում։
Արտգործնախարարի տեղակալ Պարուր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի արտգործնախարարի տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռանտինկի գլխավորած պատվիրակությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և Եվրամիության անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ, կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Գոհունակությամբ նշվել է Նորդիկ-Բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան։ Նախարարի տեղակալ Հովհաննիսյանն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպմանը զրուցակիցները անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։ Ջիդայում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է 30 օրով հրադադարի մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Ռուսաստանին դիտարկել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը և սպասում է Մոսկվայի պատասխանին։ Նրա խոսքով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և կարծում է, որ հրադադարի հնարավոր պայմանավորվածությունների պահպանումը կարող է վերահսկել արբանյակների միջոցով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների մեղմացման հարցը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների քննարկման մաս, ընդգրկելով նաև ռուսական սառեցված ակտիվների խնդիրը։ Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունները խաբեություն են։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը խոսում է Իրանի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին և հրավիրում է բանակցությունների, խաբեություն է համաշխարհային հասարակական կարծիքի համար։ Մենք մի քանի տարի առաջ բանակցում էինք և այդ նույն անձը պատրեց և դեն նետեց ավարտված ստորագրված փաստաթուղթը։ Ինչի բանակցություններ պետք է վարվեն, եթե գիտեք, որ դրանք չեն աշխատելու։ Հետևաբար բանակցությունների կոչերն ու դրանց մասին հայտարարությունները հասարակական կարծիքի խաբեություն են, ասել է Խամենեին։ Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման և Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը։ Սա Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների մեկնարկից 2024 թվականի օգոստոսից ի վեր Վլադիմիր Պուտինի առաջին այցն է մարզ։ Նրան դիմավորել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զեկուցել սահմանին իրավիճակի մասին։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ շատ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի դուրս մղել ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանից։ Կուրսկի շուրջ իրավիճակը մեկնաբանել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նա հայտնել է, որ Կուրսկի շրջանում և Սուջա քաղաքի արվարձաններում ակտիվ մարտական գործողություններ են։ Լեհաստանի վարչապետին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահը։ Դոնալդ Տուսկը և Ռեջեփ Թայիպ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները, երկկողմ կապերը, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, անդրատլանտյան կապերը, տարածաշրջանային և գլոբալ այլ զարգացումներ։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Լեհաստանը տեղակայված են ՆԱՏՕ-ի արևելյան և հարավային թևերում և ունեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն ցամաքային բանակները։ Նրա խոսքով երկու երկրներն անփոխարինելի են Եվրոպայի անվտանգության ապագայում։ Էրդողանը հավելել է, եթե Եվրամիությունը ցանկանում է պահել իր ուժը, պետք է Թուրքիային լիիրավ ավանդամակցություն տրամադրի։ Թուրքիայի նախագահը նաև ողջունել է այն փաստը, որ Կիևը ընդունել է 30-օրյա հրադադարի հաստատելու Վաշինգտոնի առաջարկը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կառուցողական մոտեցում կդրսևորի և կանի նույնը։ Տուսկն էլ հույս է հայտնել, որ Անկարան կաջակցի ամբողջ տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը։ Դոնալդ Տուսկը հավելել է. Վարշավայի և Անկարայի նպատակն է նպաստել Ուկրաինայում կրակի դադարեցմանը, Սիրիայի կայունացմանը և վերականգնմանը։
Հանրապետության տարածքում մարտի 14-ից 3-ը 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևելյան է 2-ից 5 մետր վարկյան, օդի ջերմաստիճանը մարտի 14-ից 3-ը 15-ից 18 աստիճանաբար կբարձրանա ևս 3-ից 5 աստիճանով։